ֆիլմը նպատակ ունի հանրագումարի բերել 2002-2010 թվականներին կանայք անուն զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացված խաղաղության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում ծրագիրը, իրականացված գործողությունները, ձեռքբերումներն ու արդյունքները։ Սկսած 2002 թվականից կանայք անուն զարգացման հասարակական կազմակերպությունը միավորված ազգերի կազմակերպության կողմից 2001-2010 թվականներին հայտարարած խաղաղության մշակույթի խթանման եւ ոչ բռնություններին հանուն ամբողջ աշխարհի երեխաների միջազգային տասնամյակի շրջանակներում իրականացնում է խաղաղության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է գերմանական EED եւ նիդերլանդական ICCO կազմակերպությունների ֆինանսական աջակցության շնորհիվ։ Ծրագրի հիմնական նպատակը խաղաղության մշակույթի եւ հակամարտությունների խաղաղ լուծման գաղափարների ձևավորումն է ուսուցիչների եւ դպրոցականների շրջանում։ Խաղաղության ուսուցման դասընթացը դպրոցական կրթական ծրագիր ներմուծելու նպատակով։ Խաղաղության կրթությունը նոր ուղղություն է Հայաստանի կրթական համակարգում, որի առաջին նախաձեռնողներից մեկը եղավ կանայք անուն զարգացման հասարակական կազմակերպությունը։ Հայաստանում դա շատ ավելի նոր երիտասարդ այսպես ասած ուղղություն է կրթության մեջ, որի գլխավոր նախաձեռնողներից մեկը կանայք անուն զարգացման հասարակական կազմակերպությունն է։ Ես անկեղծորեն ուրախանում եմ, որ սա սկսվեց Լենինականից, Գյումրիից, որովհետև հենց Գյումրիից պիտի սկսվեր տաղանդավոր մի ժողովրդի, որը չէր կարող չտեսնել ամենակարևոր խնդիրները կրթության մեջ եւ չէր կարող իր մասնակցություն չունենալ այդ խնդիրների լուծմանը։ Խաղաղության կրթության ոլորտում իր գործունեության 8 տարիների ընթացքում կազմակերպությունը մեծ հաջողությունների է հասել ոչ ֆորմալ կրթության ասպարեզում։ Շիրակի մարզի թվով 16 դպրոցներում եւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում հիմնվել եւ ակտիվորեն գործում է խաղաղության ուսուցման կենտրոններ։ Դասերը կենտրոնում անցկացվում են ինտերակտիվ մեթոդով՝ խաղեր, խմբային աշխատանքներ, պաստառների պատրաստում, բեմականացումներ եւ այլն, եւ ընդգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խաղաղություն եւ խաղաղության մշակույթ, կոնֆլիկտների առաջացման պատճառներ, կոնֆլիկտի զարգացում, կոնֆլիկտի կառավարում, կոնֆլիկտների վերլուծություն եւ քարտեզագրում, կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտություններ, պատվիրաններ, եղանակներ եւ այլն։ Մեծ ուշադրություն է դարձվում կենտրոնի անդամների կողմից դպրոցում, դասարանում, ընտանիքում եւ ընդհանրապես առօրյա կյանքում տեղի ունեցող կոնֆլիկտների վերլուծությանը եւ դրանց խաղաղ լուծման ուղիների որոնմանը։ Առաջին մեծ միջոցառումը, որին մասնակցեցին Գյումրու Ջորջ Բարյոնի անվան թիվ 20 դպրոցի խաղաղության ուսուցման կենտրոնի անդամները 2003 թվականի մայիսի 29-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում խաղաղապահների միջազգային օրվան նվիրված միջոցառումն էր, որտեղ երեխաները հյուրերի ներկայացրեցին Գյումրու դպրոցներում իրականացվող խաղաղության կրթության ծրագիրը եւ Հայաստանում առաջին անգամ հիմնված խաղաղության ուսուցման կենտրոններն ու դրանց գործունեությունը։ Միջոցառումը հեռարձակվեց բազմաթիվ հեռուստաալիքներով եւ լայն արձագանք ստացավ լսարանի կողմից։ Ծրագրի գործունեության ողջ ընթացքում աշակերտների ուժերով կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, որտեղ ամփոփվել են կենտրոնի կայացման յուրաքանչյուր քայլն ու հաջողությունները։ Ծնողներին ու դպրոցական հանրույթին է ներկայացվել այն ամենը, ինչը երեխաների ձեռքբերումն է եղել կենտրոնում։ Կազմակերպության կրթության բաժնի մասնագետների կողմից մշակվել եւ հրատարակվել է խաղաղության ուսուցում եւ կոնֆլիկտների խաղաղ լուծում դասընթացի մեթոդական ձեռնարկը, նախատեսված ուսուցիչների համար, որով վերապատրաստվել են Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 42 դպրոցների ավելի քան 550 ուսուցիչներ։ Հատուկ դասընթացներ, հանդիպումներ են անցկացվել նաեւ ծնողների համար, քանի որ խաղաղության կրթությունը չի կարող լիարժեք լինել, եթե չի ներառում ուսումնական գործընթացի հետ առնչվող բոլոր կողմերին՝ աշակերտ,
աշակերտ, ուսուցիչ, ծնող։ Խաղաղության մշակույթի դաստիարակության, խաղաղության կրթության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտությունները մեծ թվով դպրոցականների շրջանում տարածելու նպատակով Շահառու բոլոր դպրոցներում կազմակերպվեցին խաղաղության բաց դասեր, որոնք անցկացրեցին խաղաղության կենտրոնների անդամները հավասարը հավասարին մեթոդով։ Այդ մոտեցումը հնարավորություն տվեց ուսուցում անցած երեխաներին իրենց ձեռք բերած գիտելիքներ ու հմտությունները փոխանցել նաեւ իրենց հասակակիցներին, ինչպես իրենց դպրոցներում, այնպես էլ հարևան դպրոցների աշակերտների շրջանում, այսպիսով ավելի մեծ թվով երեխաների ներգրավելով խաղաղության կրթության մեջ։ Արտահայտեք ձեր զգացմունքները առանց ահաբեկումների։ Տվյալ դեպքում հիմնականում այս հմտությունը պետք է կիրառել այն դեպքում, երբ ասենք այդ կոնֆլիկտի ինչ-որ կողմը իրեն պարտված է զգում կամ ասենք ճնշված ու այդ դեպքում սկսում է ահաբեկումներով արտահայտել իր զգացմունքները։ Փորձիր վերլուծել իրավիճակը։ Երկրորդը աշխատիր հասկանալ դիմացինին։ Երրորդ պատվիրանը կարողացիր ուշադիր լսել, չորրորդը հարցեր տուր եւ հինգերորդ պատվիրանը փորձիր գտնել խնդրի լավագույն լուծումը։ Մինչև հակառակ կողմին մեղադրելը մենք պետք է նրան ուշադիր լսել, որպեսզի կարողանանք հարցեր տալ։ Մենք պետք է հիշենք, որ աշխատիր հասկանալ դիմացինին, դա չի նշանակում, որ պետք է հեշտությամբ համաձայնվեք հակառակ կողմի հետ եւ հրաժարվեք ձեր ընկալումներից։ Ծրագրի ամենամեծ հաջողությունը կազմակերպության անդամները համարում են 2005 թվականի նոյեմբեր ամսին Կանայք հանուն զարգացման հասարակական կազմակերպության եւ Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը, որը հաստատում է կողմերի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում Կանայք հանուն զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող խաղաղություն եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն ծրագրին։ Կրթության նախարարության մասնագետները կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ աշխատում են ուսուցողական նյութերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման եւ իրականացվող ծրագրերի արդյունքների գնահատման ուղղությամբ։ Ծրագրի գոյության ողջ ընթացքում կազմակերպության անդամների կողմից պարբերաբար իրականացվել է կատարված գործողությունների, ստացված արդյունքների եւ ձեռքբերումների գնահատում եւ ներկայացում։ 2007 թվականի դեկտեմբերի 5-ին խաղաղության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթությունն ի նպաստ խաղաղաշինության խորագրով գիտաժողովն ամփոփեց վերջին տարիների ընթացքում Կանայք հանուն զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացված խաղաղության կրթություն ծրագիրը։ Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, կրթության բնագավառի պատասխանատու աշխատակիցները տարբեր տեսանկյուններից անդրադարձան խաղաղության կրթության ու խաղաղության մշակույթի ձևավորման կարևորությանը, այս հարցում ընդգծելով կազմակերպության առաջատար դերը։ Ներկայացված զեկուցումները որոշակի ուղիներ էին մատնանշում այս կամ այն խնդրի լուծման համար, նշելով, որ ցանկացած կոնֆլիկտի լուծման կարևոր նախապայման մնում է հասարակության բոլոր անդամների հետաքրքրվածությունը խնդրով։ Իսկ 2010 թվականի մայիսին տեղի ունեցած խաղաղության ցուցահանդեսն ամփոփեց Կանայք հանուն զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացված գործողություններն ու ձեռքբերումները խաղաղության կրթության բնագավառում։ Միջոցառմանը մասնակցում էին կազմակերպության Շահառու 16 դպրոցների խաղաղության ուսուցման կենտրոնների ավելի քան 250 անդամներ, դպրոցականներ, տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ։ Դպրոցականներն իրենց նկարների, պաստառների ու ձեռքի աշխատանքների միջոցով փորձել էին իրենց փոքրիկ ներդրումն ունենալ խաղաղության կայացման գործում, ներկայացնել խաղաղությունն իրենց աչքերով, ապացուցել, որ վաղվա խաղաղությունը նաև իրենց ձեռքերում է։ Միջոցառումը սկսվեց դպրոցականների շքերթով, որից հետո աշակերտները ներկայացրեցին խաղաղության կենտրոնի գործունեությունը իրենց դպրոցներում, ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ողջ միջոցառումը ուղեկցվում էր կենտրոնի սաների ասմունքով, երգով ու պարով։ Երեխաները ստեղծեցին խաղաղության պատ, որի վրա ուրվագծեցին իրենց ձեռքի ափերը, այդ կերպ արտահայտելով աշխարհը խաղաղ ու գեղեցիկ տեսնելու մեծ ցանկությունը։ Շուրջպարն էլ դարձավ հավաքվածների միասնական խաղաղության պահպանման յուրատեսակ հիմնը, մեկ անգամ եւս ընդգծելով իրենց անկոտրում կամքը խաղաղությունը գնահատելու եւ պահպանելու գործում։